Եկամուտների հայտարարումը նոյեմբերի 1-ից պարտադիր չի լինի։ Մեկ անգամ հետաձգելուց հետո դեռ ապրիլին Փաշինյանը եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանել նոյեմբերի 1-ը։ Նախորդ շաբաթ խորհրդարանն ընդունեց համընդհանուր հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ Ինչու ձգձգվեց փոփոխությունն ու ինչու հիմա իշխանությունը գնաց պարզեցման։ Մենք այնպես չի, որ երեք զարթնել ենք ու մտածել ենք, որ այս փոփոխությունները պիտի արվեն, այդ փոփոխությունների մասին հայտարարել ենք դեռևս տարվա սկզբից եւ այն որ ակնհայտ է, որ այդտեղ պիտի համակարգի ընթացքում փոխվի, դա առանց մեր ասել էլ բարձր, որովհետեւ շատ մեծ փոփոխություն է մարդկանց կյանքում, գրեթե ամբողջ բնակչությանը վերաբերող ու հույս ունենալ, որ այդ նախագիծը ինչ տեսքով ընդունվել է, այդ տեսքով էլ շարունակելու էր գնալ առաջ, դա ուղղակի անիրատեսական է։ Ինքնին հասկանալի է, որ այս բարեփոխումը ամենից բազմաշահառու եւ ընդգրկուն բարեփոխումներից է եւ ակնկալել, որ դրա ընթացքը լինելու է շատ պարզ առանց որևէ խնդիրների պարզապես միամտություն կլիներ։ Ավելի քան 2 տարում 145,000 մարդ է հայտարարագրել իր եկամուտները։ Մասնագետները պատասխանատուներից հետաքրքրվում են, այս թվերն ու օրինագծի պարզեցումը հետքայլ ու ձախողում չեն։ Ոչ միայն չեմ համարում, որ ձախողվել է այս ռեֆորմի ընթացքը, հակառակը համարում եմ, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ, որովհետև մեզանից ավելի թվայնացված, ավելի լավ զարգացած ենթակառուցվածքների նկատի ունեմ նույն նույնականացման քարտերի հանգամանքը, նույն առհասարակ ֆինանսական գրագիտության մակարդակը, մեզանից ավելի լավ մեկնարկային պայմաններում գտնվող երկրները այս համակարգերը դնում են ամբողջությամբ 8-ից 10 տարում։ Ես էլ եմ կարծում, որ դա ձախողում չի։ Կարող եմ հիմա 1000 պատճառ բերել, մարդկանց մի ստվար խումբ թողում այդ հայտարարագրերը լրացնելը վերջին օրվան, երկրորդ ցավոք սրտի մենք ունենք մի խումբ մարդիկ էլ, որոնք դեռևս ID քարտերը չունեն ու հերթի մեջ են, այդ խնդիրը պիտի այսպես թե այնպես լուծվի, եւ ունենք երրորդ պատճառը ոչ բավարար իրազեկվածություն էլ կա, եւ չորրորդ երևի իմ կարծիքով ամենամեծ պատճառը այդ հակաքարոզն է, պլանավորված արշավը, որը որ այս ամբողջ ընթացքում կատարվում է։ Համակարգը ներդրվել, շարունակապար զարգացվելու է, սա զարգացման հերթական փուլ է ու հաջորդ տարվա զարգացումները մենք ոչ միայն արդեն պատկերացնում ենք, այլ դրանց հետ կապված գործընթացները սկսել ենք, այսինքն այս բարելավումը սա վերջը չէ, այլ հերթական փուլ է։ Հաջորդ տարվա բարելավումների մասին նույնպես հավանաբար այսպիսի ասուլիս կունենանք, կներկայացնենք, ընդ որում նախալրացվող տվյալների կազմը գնալով ավելի համապարփակ է դառնալու, փորձելու ենք այլ նույնիսկ եթե պետք չի, այլ մարմիններին է ներկայացված որոշակի տեղեկատվություն, օրինակ թոշակների, նպաստների եւ այլ տեսակ ինֆորմացիա, նույնպես ինքնաշխատ կերպով արտացոլված լինի հայտարարագրի մեջ։ Ըստ պարզեցված օրենքի, այն քաղաքացիները, որոնք հայտարարատու են, կարող են մինչև վերջնաժամկետը չլրացնել իրենց հայտարարագրերը։ Դրանք կհամարվեն լրացված եւ հանձնված այն տեղեկության հիման վրա, որը Պեկին տեսանելի է։ Մեզ ասում են, բա երբ որ հիմա դուք պարզեցնում եք, դա անարդար չի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք արդեն ID քարտ են ստացել եւ հայտարարագիրը լրացել են։ Ոչ, որովհետեւ այդ քաղաքացիները, ովքեր որ հայտարարագիրը լրացրել են, իրենց կյանքում ոչ մի վատ բան տեղի չունեցել։ Հակառակը, իրենք ավելի մտել են այդ process-ի մեջ, հնարավորություն ունեցել տեսնել իրենց եկամուտների մասին պետությունը ինչ տեսակետ ունի, հավաստիանալ, որ ամեն ինչ ճիշտ է, սոցիալական կրեդիտներ հետ ստանալ։ Այս առումով ես էլ չեմ կարծում, որ այդտեղ որևէ խնդիր ենք ունեցել։ Մեկ այլ փոփոխությամբ ինքնաշխատ տարբերակով Պեկն ավելի լայն հասանելիություն կունենա քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններին, բացառությամբ բանկային գաղտնիքի։ Օրինակ, եթե քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ, որպեսզի ինքն իր ձեռքով չլրացնի, թե ավանդից որքան տոկոս է ստացել, կլինի համապատասխան դաշտ, որով քաղաքացին իր համաձայնությունը կտա Պեկին։ Կոմիտեն քաղաքացու փոխարեն բանկից ձեռք կբերի ավանդներից ստացված եկամուտների տվյալները։ Պետեկամուտների կոմիտեի տնտեսական լրագրողների ակումբի ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համատեղ կազմակերպած ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը ներկա փուլում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկման նպատակն է ներկայացնել հայտարարագրման ընթացիկ փուլը, շեշտադրումներն ու վերջին փոփոխությունները։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։